Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106.5 եթերում հարկեր турքեր կրքեր փմձասոցիացիայի հեղինակային հաղորդումն է։ Ես Հակոբ Ավակյանն եմ, փմձասոցիացիայի նախագահ, այսօր մեր հյուրն է մեր վաղեմի գործընկեր Էդուարդ Բադալյան, ով քաղաքացի հարկատու բիզնես հասարակական կազմակերպության համահիմնադիրն է, հարկային փորձագետ, լավ գործընկեր։ Ողջույն Էդուարդ ջան։ Շատ շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար եւ գալու։ Մենք մի քանի ամիս առաջ էինք էլի խոսել այս հարկային փոփոխությունների մասին, բայց հիմա հաշվի առնելով, որ այս վերջերս էլի գերփոքր բիզնեսները շարունակում են իրենց բողոքի ակցիաները տարբեր ձևաչափերով, երևի տեղյակ եք նաեւ ասոցիացիայի համակարգմամբ տենց հավաքագրվեց նաև ստորագրություններով նամակ ուղղված կառավարության ղեկավարին, որում բացի երկու նախագծերը, որոնք գիտեք հունվարի 1-ից ուժի մեջ է մտել, մեկը վարչարարության խստացնում է, մեկը շրջանության հարկի դրույքաչափը, ավելացավ նաև մի նոր խումբ, այսպես ասած, բողոք ներկայացնողների, ովքեր հաշվապահներն են եւ իրավաբաններն են եւ հուլիսի 1-ից նրանց հարկային բեռը եւս բարձրանում է, հա։ Մենք եկեք այս կոնտեքստում խոսենք, բայց եթե դեմ չեք, ընդհանրապես մի երկու օր առաջ հարկատուի օրվան նվիրված մեր երկրի հարկային քաղաքականության պատասխանատու գերատեսչության ղեկավարը ֆինանսների նախարար պարոն Հովհաննիսյանը էլի կարճ ոնց որ հարցազրույց էր տվել, որի մեջ կար նաև այս կտորը շրջանության հարկի, եթե դեմ չեք, տենց հարց ու պատասխանով գնանք քննարկենք նաև այդ, որովհետև հակառակ կողմից չեմ տեսնում էլ, որ իրանք հրավիր են գնանք տենց դիսկուսիայի, փորձենք sense մենք էլ հերավար արձագանքենք։ Առաջինը պարոն Բադալյան, որ անդադ ասում են, որ սրանով շրջանության հարկի խստացմամբ եւ դրույքաչափերի բարձրացմամբ մենք վերականգնում ենք արդարությունը։ Այդ հայտարարությունը ես էլ դիտեցի ֆինանսների նախարարի հարցազրույցը։ Բայց պետքա նշենք, որ ֆինանսների նախարարը ասում էր մենք վերականգնում ենք արդարությունը միտեղ, որի արդյունքում ստեղծվում է անարդարություն մեկ այլ տեղ։ Այս գոնե մի փոքր դրական եմ գնահատում, որ մարդը ինքը ընդհանուր քաղաքականություններին էր ասում, որ միշտ չի, որ մենք կարող ենք ճիշտ քաղաքականություն անենք, հա։ Բայց կոնկրետ շրջանառության հարկի այս համակարգի վերացման որոշումը, որը ասում են, որ այդպիսի որոշում կա քաղաքական ընդունված եւ հիմա արդեն գրեթե վերացումը, ես մի փոքր չեմ պատկերացնում, թե ինչն է այստեղ անարդար։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք անարդար է, պետք է ասենք ինչն է անարդար։ Եթե նկատի ունեն երբեմն որոշ պաշտոնյաներ նշում են, որ չգիտես ինչու մրցակցությունն է անարդար, բայց ես չեմ դադարում կրկնել այս միտքը, որ մենք պետք է ակնկալենք արդար մրցակցություն եւ հավասար մրցակցություն հավասարների մեջ։ Ես հիմա փորձեմ այն կողմից այսպես ասած խոսել, եկան այն հիմնավորումները, որ այս ընթացքում անընդհատ լսում ենք։ Նայեք, օրինակ նույն առևտրի ոլորտը, որովհետեւ մեր ռադիո լսողներն էլ եւ դիտողներն էլ հասկանան, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ այնպես չի, որ միանշանակ է այս կարծիքը, իհարկե շատ փոքր բիզնեսներ ասում եմ իրանց բողոքի ակցիաներով իրեն ցույց են տալի, որ դրա հետ հաշ չեն, բայց կան մասնագիտական համայնք, որոնք կիսում են այդ թեզը, որ արդարությունն է վերականգնում։ Եվ օրինակ բերում են այդ օրինակը, ես հիշում եմ ֆինանսների էլի պաշտոնյան, որ ասաց մենք օրինակ առևտրի ոլորտը վերցրել ենք, համեմատել ենք ու տեսել ենք 2.5 անգամ ավելացած արժեքի հարկ եւ շահութարկ իրար հետ վերցրած խոշորի մոտ եւ փոքրի մոտ 2.5 անգամ ավելի ցածր է հարկը, քան շրջանության հարկ վճարող։ Հիմա այստեղ ես միշտ ասած դեպքերում ես փորձեմ նաև մի քիչ էլ փմձասոցիացիայի կողմից խոսեմ, այս դեպքերում ասում եմ դուք վերցնում եք երկու անհամեմատելի մեծություններ եք իրար հետ համեմատում եւ այդտեղ է խնդիրը, որ դուք այդ թեզիսից ելնելով առանց իրական հատվածի հետ շփվելու, գիտեք, բազմաթիվ անգամ ասում եմ Դիլիջանի աշխատաժողովին էլ հենց ուղիղ տեքստով կառավարության ղեկավարին եմ ասել, որ սենց չի լինում, էլի առանց ազդեցության խորը քննարկումների ու գնահատումների ստացվում է, որ դուք որոշումներ եք ընդունում։ Հիմա այդ ազդեցության գնահատումը ես հիշում եմ հենց նույն մեր մարզերի Քյավառի, Վանաձորի եւ Գյումրիի հենց մեր տնօրեն ասոցիացիայի, որ օրինակ էր բերում, որ սուպերմարկետների օրինակ, որը հարկային հաշվետվություններում երևում է, չէ, դասակարգիչով առևտուր, երևի այդ են համեմատում, ասում եմ, բայց մենք լրիվ համեմատելի չենք։ Սկսած նրանից, որ սուպերմարկետի առաքիչները ավելի էժան գնով են տալիս ապրանքը նրան, ավելի մեծ գրեյս պերիոդով են տալիս են ապրանքի դիմաց գումարը վճարելու եւ հետեւաբար նրա, ասենք
ասենք բաները ստարտովի կապիտալն ու ես լրիվ համեմատելի չենք, այսինքն նրա հնարավորությունները եւ այլն համեմատելի չեն։ Եվ օրինակ Վանաձոր ու Գյումրի, որ սկսել են ստեղից երևի տեղյակ եք ցանցեր գնալ այնտեղ, ասում են իրենք ավելի գերիշխող դիրք ունեն, ոչ թե տնտեսական մրցակցության դասական իմաստով, այլ կյանքի իրական կյանքի իմաստով, որ իրենք նույնիսկ կարողանում են ազդել առաքիչների վրա, օրինակ ասել, չգիտեմ, ինձ կտաս ապրանք, կվերցնեմ քեզնից ապրանք, եթե կողքի խանութին չտաս այդ ապրանքը։ Հետևաբար, այնտենց անհամեմատելի մեծություններ են իրար համեմատել։ Այս երկու տեսակի սուբյեկտների մեջ համեմատելին միակ բանը այն է, որ երկուսն էլ առևտրով են զբաղված։ Ուրիշ որևէ բան համեմատելու այստեղ չկա։ Ու դա շատ զարմանալի է։ Եվ հետո 2.5 անգամ ավել հարկ են վճարում։ Եվ ինչ։ Բա քանի անգամ ավել շահույթ են ստանում։ Եվ քանի անգամ ավելաշրջանառություն։ Բազմաթիվ գործոններ նշեցիր, Հակոբ ջան, որ կարելի է թվարկումը շարունակել, որևէ գործոնով իրենք համեմատելի չեն։ Այս իմաստով ընդհանրապես անհասկանալի է եւ քանի որ ֆինանսների նախարարի հարցազրույցից խոսեցինք, այս մի կարևոր բան եմ ուզում ասել, մի քիչ ճիշտ ասած ամենից տարակուսելին ֆինանսների նախարարի եւ էլի որոշ պաշտոնյաների տարբեր հարցազրույցներում արած հայտարարություններում իմ կարծիքով այնա որ մենք շրջանառության հարկի դրույքաչափը կրկնապատկել ենք, այսինքն 5-ը դարձրել ենք 10, 6-ը դարձրել ենք 12 եւ այլն, բայց չգիտես ինչի համառորեն մինչ օրս մենք հայտարարում ենք, որ հարկի դրույքաչափի բարձրացում չենք կարող։ Հա, ես էլ դրան էլ ուզում որ անդրադառնայիք, որ այդ հարցազրույցում էլ նախարարը ոնց որ ասեց հարկի բարձրացում չի եղել։ Դե իրենք հղում են անում, որ նվազեցման հնարավորություններ են ստեղծել։ Եվ եթե հարկ վճարողները փաստաթղթավորեն ծախսերը եւ այլն նվազեցումներ կարեն ու այս դեպքում գուցե հարկը մի քիչ ավելի նվազ լինի, քան նախկինում։ Իսկ այստեղ կուզենամ նշել, որ խոսքը ընդամենը 0.5%-ի մասին է։ Այսինքն նվազագույն շեմերը, որոնք կային նախկինում, ընդամենը ավելի են իջացվել 0.5%-ով բոլոր դեպքերում։ Բայց ես մինչև այստեղ գալը մի փոքր հաշվարկ եմ արել։ Համեցեք։ Ուրեմն ինչ պատկեր է ստացվում, հա? Որպեսզի օրինակ առևտրային գործունեությամբ զբաղվող տնտեսվար մարածախ առևտրով կամ ծառայություններով զբաղվող տնտեսվարը որպեսզի ինքը կարողանա հարկվել ֆինանսների նախարարի նշած այն իջեցված դրույքաչափով, այսինքն 1% կամ 4.5% ծառայության դեպքում պայմանական 10 միլիոն իրացման շրջանառության համար ամսական օրինակ ծառայությունների մատուցողը պետք է ունենա 9.166.000 դրամի փաստաթղթավորված ծախս, որպեսզի դրա 6%-ը նվազեցնի եւ իր վճարելիք հարկը կազմի 450.000 դրամ 10 միլիոնից, այսինքն 4.5%։ Սա ծառայության դեպքում եք ասում։ Ծառայության դեպքում։ Եթե ընդ որում այս ծախսերը բոլոր ծախսերը չի որ թույլատրվում են նվազեցնել։ Մասնավորապես չի թույլատրվում նվազեցնել հիմնական միջոցների ու ոչ նյութական ակտիվների ոչ միայն ձեռքբերման, այլև սպասարկման եւ պահպանման համար կատարվող ծախսերը։ Հարագամաշարժկաներն էլ չի թույլատրվում։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ եթե հանկարծ որևէ մի հրաշքով հարկ վճարողը ունենա 9.166.000 դրամի փաստաթղթավորվող նվազեցվող ծախս, մի քիչ էլ ծախս կունենա չնվազեցվող հիմնական միջոցների համար, հարկը կվճարի եւ 10 միլիոն ամսական շրջանառությունից ծառայության դեպքում իրեն կմնա 383.000 դրամ։ Ամսական, սա 3.8% շահութաբերություն է։ Հիմա օրինակ պետք է ֆինանսների նախարարին հարցնել, ինքը գիտի այդպիսի բիզնես։ Դե դա կառավարության ղեկավարը բերում օրինակներ, ասում օրինակ ես զարմանում եմ, որ առևտրի ոլորտում կան բաներ, տնտեսավարողներ, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 10 միլիոն, հիշում եք այդպես բան։ Չէ, այստեղ մի փոքր ու ասում ինքը հենց այդ հարցադել, ասում դրանք ոնց գոյություն ունեն։ Այստեղ մի փոքր հասկացությունների փոխարինման ու խառնելու էլեմենտներ կա, հա։ Այս օրինակը ես ինչի բերեցի։ Ցույց տալու համար, որ ճիշտ չի ընդդումը, ու ընդհանրապես խոսքը ասում ենք, որ մենք հարկի դրույքաչափ իջացրել ենք 4.5%-ով։ Չի կարող
ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնողը հասնել փաստաթղթավորման այնպիսի ցուցանիշի, որ իր հարկը չբարձր։ 4.5%։ Ես այստեղ Նույնը առևտրի մասին։ Այ առևտրից կբերեք օրինակ։ Իսկ տարեկան 10 միլիոն շրջանառությունով հարկ վճարողներ կարող են լինել։ Մանավանդ մարզերում կարող են լինել։ Մարզերում, բացի դրանից, օրինակ, ինչ որ հարկ վճարող կարող է ինչ որ գործունեություն սկսել, հետո չստացվի դադարի եւ այլն, ես գրեթե համոզված եմ, որ այս ցուցանիշները, երբ որ իրենք բերում են, իրենք նկատի չունեն այդտեղ կան շատ հարկ վճարողներ, որոնք գուցե տարվա մեջ 1-2 ամիս են աշխատել։ Իրանք այդ վիճակագրությանը մասնակցում են, ուզենք թե չուզենք։ Տարեկան երևում են որպես հարկ վճարողներ։ Չէ, բացի դրանից ես այստեղ կամ մի քիչ հիմա ձեր կողմից ու փորձեմ բանել, նախ այդ մի հատ թեզ էլ կա, որ ես անընդհատ ասում եմ եւ ամբողջ աշխարհում կա, դուք էլ հույսով եմ վստահ եմ տեսած կլինեք, ասենք եվրոպական երկրներում օրինակ կա գնում ես տեսնում ես ինչ որ հացաբուլկեղենի արտադրությունը գրած 1940 թվականից այդ կա, բայց այդ մարդիկ չեն մեծացել, այսինքն նենց չի որ իրանք հերթի տակ իրանք ժամը ունեն, տեսած կլինեք, առավոտ այդ ժամին գալիս են համարյա միշտ, բայց ասում ես ինչի՞ չես մեծանում, մասնաճյուղում ինչի՞ սա պետք է, էսի բան հենց ընտանեկան բիզնես է, որ ես հենց աճում եմ, այդ բրենդն էլ կպսրած է իր վրա, ասենք չգիտեմ, այս ինչան եւ family, հա, ասենք եւ այլն։ Այդ մարդը տենց է ուզում։ Կան իհարկե բիզնեսներ, որոնք աճում են եւ այստեղ կարեւոր է նշենք, որ մենք չենք ասում, որ փոքր ու միջին բիզնեսի մոտ չկան բիզնեսներ, որոնք չեն խափում, այսինքն դա էլ կա, բայց այստեղ հարցը մնում է այն, որ արդյոք այս փոփոխություններով դուք կարողանում եք լուծել շրջանառությունը թաքցնող բիզնեսի հարցը։ Ես այս մի հատ օրինակն բերեմ ու լսեմ ձեր կարծիքը, հենց Դիլիջանի համաժողովի ժամանակ, որ մեր մոտ ստացվեց տենց առանձին ոնց որ պանելային քննարկում լինի հենց ՓՄԶ-ին ու հենց վարչապետներ վարում են, էլի այդ նույն թեզը եղավ, որ խափում են 10։ Ես այդ օրինակը բերեցի, որ շատ հայտնի դեպքերը կհիշեք 18 թվականի խոշոր սուպերմարկետների ցանցի իրանց այդ փոխկապակցված ԱԶ-ներ, կարծեմ 100-ից ավելի, տենց շուտ ամպագորգոր բանը որ եղավ, մի քանի միլիարդ հարկը վճարեցին, վերականգնվեցին, ասում են, բայց լավ, հիմա ուզում եք ասեք խոշորների մեջ չկա խափողներ, կան, բայց դուք շահութարկը 20%-ից իջացրեցիք 18%, որի մասին հենց այդ հարցազրույցում մի երկու օր առաջ Ֆիննախը այդ ներկայացնում էր որպես բարեփոխում։ Բայց ինչու իջացրեցիք։ Ուզում եք ասեք խոշորի մոտ չկա այդ խափելը։ Ու ոչ մի հաշվարկ չկա այդ մի հատ սուպերմարկետի խափածի չափը, որը հələ արձանագրում են, չեմ ասում ամբողջն են որը կարող են արձանագրել, որովհետև շատ դեպքերում այդ խոշորի մոտ իրական ստուգում անելը մեծ ռեսուրս է պահանջում վարչական, արձանագրվածի այդ չափը եւ քանի հազար փոքր բիզնեսի բանն է։ Ամենևին չեմ ուզում արդարացնեմ բանը, շրջանառություն թաքցնելը, բայց այդ նույն համեմատության մեջ եկեք համեմատենք, էլի, ասենք ոնց ենք լուծում այդ հարցը։ Կամ կուզենամ անդրադառնալ նաեւ ոսկու ոլորտի այդ բանը, որ խնդիրը կա, ու մենք հիմա սրանով ինչ արեցինք, լուծեցինք, որ ասենք ոսկի վաճառողը, վերավաճառողը, ոսկի արտադրողը, հա, ասենք զարդ արտադրողը կամ ոսկու շղթայում մի հատ ծառայություն մատուցողի մոտ լուծեցինք այդ հարցին, այլևս չի խափի։ Այո, այդ հարցադրումը, այդ շատ են ասում, այդ խափում են, շատ լավ խափում են։ Խափողներ միշտ էլ կլինեն, եւ խոշորների մեջ, եւ փոքրերի մեջ, միջինների մեջ, լավ ենթադրենք բոլորն էլ խափում են։ Եվ դա նշանակում է պետք է մեր հարկային մարմինը աշխատի ավելի լավ վարչարություն իրականացնի եւ փորձի պատասխանատվության կանչել խափողներին։ Այս մեխանիզմները կան ամբողջ աշխարհում։ Հա, մեր մոտ էլ կան, շատ ընդարձակ մենք օրենսդրություն ունենք լավ հնարավորություններ տվող հարկային մարմնին եւ անհասկանալի է խափելու դեմ պայքարը, ոչ թե գործունեության պայմանները վատացնելն է։ Իսկ մենք տվյալ դեպքում վատացնում ենք գործունեության պայմանները հարկային բեռի ավելացմամբ, այլ ավելի լավ աշխատելը։ Միաժամանակ եթե մենք նպատակ ենք դնում, որ որևէ մեկը չխափի, բոլոր խափողների ձեռքը բռնենք, դա անիրականանալի նպատակ է։ Հիմա աշխարհում չկա տենց երկիր, որ։ Այդ ոսկու շուկայի մասին որ ասեցիք, այնտեղ շատ ավելի յուրահատուկ իրավիճակ է։ Այնտեղ գործունեության բերումով կա որոշակի յուրահատկություն, առևտրային հավելատների շատ ցածր մարժա շեմեր կան, ապրանքի արժեքի բարձր լինելու հարց կա, եւ այս մարդիկ իմ տպավորությամբ իրենք նույնիսկ չէին կարողանում աշխատել
կոպիտ խոսակցական լեզվով ասեմ տեղավորվեն 5%-ի տակ, այդտեղ մի կերպ էին դիմանում, եւ այդ մասին իմ կարծիքով տեղյակ էր նաեւ հարկային մարմինը, ու դրա համար ես պատահական չեմ համարում, որ օրինակ այնտեղ համեմատաբար կարելի ասել մեղմ վարչարություն է իրականացվել գրեթե միշտ, որովհետեւ հասկանում էին, որ այս մարդիկ մի կերպ տեղավորվում են այդ դաշտում եւ աշխատում են։ Հիմա 10%-ի դեպքում լուծում չի էլի դա։ Այս մարդիկ ընդհանրապես չեն կարողանալու, այսպես ասած, տեղավորվել։ Երբ որ մենք սահմանում ենք դրույքաչափեր, եթե ում նաեւ առևտրի համար է, առևտուրը տարբեր ճյուղեր, ոլորտներ եւ այլն ունի։ Տարբեր ապրանքային խմբեր, տարբեր առանձնահատկություններ ունի։ 1.5% հարկը շատ է, մեկ այլ դեպքում գուցե 10%-ն քիչ լինի։ Այսինքն չի կարելի այդպես բռնել ու կացնով բոլորին։ Ընդ որում բաներն էլ շատ կարևոր, տարածքային, մարզային, կրպակային եւ այլն, այսինքն տարբեր, համաձայն եմ։ Այո, այստեղ պետքա մի քիչ ավելի խելացի մոտեցում ցուցաբերենք եւ բայց մենք այս դրույքաչափերը ուսումնասիրելուց տեսնում ենք, որ ինչ է կատարվել։ Այս բանաձևը հստակ երևում է, էլի, ուղղակի կրկնապատկվել են։ Եւ ուղղակի սահմանվել են նվազագույն շեմեր, նախկինից բոլոր դեպքերում 0.5%-ով ցածր։ Այստեղ ինչ որ իմաստով մեխանիկականության հոտ է գալիս, այսպես ասած։ Այս կտորը ամփոփելով բամադրան, ես ուզում եմ նաև էլի Ֆիննախին արձագանքեմ, ավելի, այսպես ասած, բացի այս մեր բերած հիմնավորումներից, ավելի փաստաթղթավորված 2024 թվականի հունիսի փաթեթում, որտեղ դրույքաչափերներ, հենց Ֆիննախի հիմնավորման մեջ գրված էր 18 միլիարդ լրացուցիչ հարկային եկամուտ։ Ավելին ասեմ, այնտեղ կա այդ ոնց է կոչվում արդյունավետ դրույքաչափը, այսինքն Ֆիննախը որպես ինստիտուտ հաշվել էր, որ եթե այսքան անեն, այսքան ծախսի չասնեն, միջին այդ արդյունավետ դրույքաչափը առևտրի ոլորտում կարծեմ 23% էր լինելու։ Այսինքն իրանք ի սկզբանե իրանք փաստաթղթում ասել են ժողովուրդ հարկի բարձրացում է լինելու, պետբյուջեին էլ այս փոթեթով լրացուցիչ 18 միլիոն, հələ այդ դաշ չեմ մտնում, արդյոք արժեր այսքան ներվ, այսքան մարդկանց բանանել այդ 18 միլիարդի մեջ, բայց իրանք են պատասխանատու եւ քաղաքական եւ ի պաշտոն է, հա, իրանք որոշումն է, բայց ասածս այնա, որ հարցազրույցում ասվում է ու տարբեր տեղեր հնչեցվում է, որ հարկի բարձրացում չի եղել, ես ուզում եմ ասեմ, հետ գնանք կարդանք ձեր իսկ փաստաթուղթը, որտեղ հակառակն է գրած էլի։ Ես հիմա ուզում եմ մի քիչ խոսենք մեր փոքր բիզնեսներից շատերը այս առաջի երամսյակը ամփոփելուց հետո որոշակի ծախսեր կան, որոնք իրանք այտենց տեսել են, ընդ որում վարչական ծախսը երամսյակից հետո հաստատեցին, չէ՞, որպես նվեր սա դրեցին, կոնֆետ, դա եւ որպես բան ամիս օրինաստեղ process-ում ներգրավված կողմերի աշխատանքի որակի մասին։ Անհասկանալի է, էլի ինչ։ Մի հատ թիվ էի հաշվել, պարոն 2018-ի հունիսից մինչև ապրիլը, էլի, հունվար, փետրվար իրար հետ 140 անգամ հարկային օրենսգիրքը փոխվել է։ Այսինքն միջինում, որ ամսական է սպանում, ստացվում է ամիսը 1-ից 2 անգամ փոփոխություն է։ Այսինքն հələ բիզնեսի վիճակը նայեք, հա, բան չեմ ասում, կարող է դրա մեջ կան փոփոխություններ, որ տեխնիկական են, ստորակետ են կամ շատ քիչ լավ արկող բաներ են, բայց 140 անգամ մոտավորապես այս մի բանի 18-ից մինչև հիմա դա նաև այդ ցնցումների առիթ է էլի տալիս։ Մենք ունենք նույնիսկ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարող, օրենքում փոփոխություններ կատարող օրենք։ Հա։ Սա խոսում է այդ որակի մասին, որով Եկեք անդրադառնանք բանին, էլի, այն առաջի փաթեթի մասին, որը քիչ են խոսում, ընդ որում պետական հատվածն էլ է քիչ խոսում, բայց դա ամենաշատ իմ այսպես ասած վեճի առարկան է դա, որ 23 թվականի նոյեմբերին բերեց այդ ՊԵԿ-ը բերեց այդ նախագիծը, որը էլի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ, որտեղ վարչարությունն է խստացվում։ Այս ինչի եմ ասում, որովհետև հիմական փոքր բիզնեսներ, որոնք ասում են դե հաշվեցի, ոնց որ առաջի երամսյակը լավ է վիճակս, ասում եմ ինչ ես հաշվի, ասում եմ դե էսա էս անցած տարվա ֆակտուրաներ են, որ թողել էին, իջացրեցի բանման, ու կան ֆակտուրաներով ապրանքներ, օրինակ, որ ինքը հələ վաճառելու է մինչև տարվա վերջ։
ու ասում եմ դե այնտեղ մոտեցրել են նրան, ասում են շահութարկի նման ասում եմ դա չի տարկում, դրել եմ հաշվապասասելա բանարա, տենց ծախսերա, ու ես հակառակը հիմա տենց մոտեցել եմ միտը, ասում եմ լավ, հաջորդ երամսյակ ինչ ես անելու, ասում եմ չգիտեմ, այսինքն հաջորդ երամսյակ ինքը այդքան բան, բայց այստեղ հենց էս էլ մի կողմ էլ էս դրույք հաչափերի, ամենավախեցնողը ինձ, որ շրջանառության հարկի գաղափարախոսությունն է խախտվել եւ այնտեղ գույքագրում է պահանջվում, ցանկացած պահի այդ օպերատիվ գործողությունների արդեն թույլտվություն ունի հարկային օրենքով եւ կարող է մտնել, ասել ապրանքի շարժը, այսինքն ինչ պետք է անի փոքր բիզնեսը այսուհետ, որը ավելի վախեցնող է, այսինքն անհատական ապրանքի հաշվառում, չէ, այսինքն ԱՏԱ, դազետ եւ այլն։ Հա, սա մյուս ոչ պակաս կարևոր խնդիրն է։ Փաստորեն պետք է փոքր բիզնեսը շրջանառության հարկով աշխատող բիզնեսը պետք է սկսի վարել անալիտիկ հաշվառում եւ ապրանքների քանակագումարային հաշվառում սկսի վարել։ Այսինքն նորմալ սովորական հաշվառում վարի, այնպես ինչպես ընդհանուր հարկման դաշտում աշխատող սուբյեկտներն են, որը ոչ պակաս կարևոր հարված է այս բիզնեսին, փոքր ու միջին բիզնեսին, որովհետև բոլորս հասկանում ենք, որ այդ հաշվառումը եւս ռեսուրս է պահանջում, պետք է դիմել համապատասխան մասնագետի, որպեսզի կամ ունենալ հաստիճ, որը նաեւ թանկացնում է ծառայից։ Այդ նույն գործը կանի ավելի թանկ, քան նախկինում էր իր հաշվառումը վարում։ Եվ այո, այստեղ ամբողջ իմաստը շրջանառության հարկի աղավաղվում է, դրա իմաստը որն է, որ մարդիկ հանգիստ համեմատաբար հեշտ կարողանան զբաղվել գործունեությամբ, իմանան պայմանական, եթե անվանենք վաճառք իրականացրեցին ինչ որ X գումար, որոշակի դրույք հաճախով հարկ պետք է այդ վաճառքից վճարեն։ Եվ դրա նաև իմ կարծիքով դրա եւ հսկողությունն է ավելի հեշտ, որովհետեւ դու հսկում ես միայն իրացումը։ Ու աշխարհում այդ մոդելները կան, պահպանվում են, քանի եւ հաշվառումը ու այդ բիզնեսով զբաղվողի համար նաեւ իր գործունեությունը իրականացնելն է հեշտ, որտեղ այդ մարդը չի մտահոգվում ավելորդ հարցերի մասին եւ գիտի որ վաճառում է, ենթադրենք մարդը կարող է ասել ես բարեխիղճ հարկ վճարող եմ, ինչ վաճառեցի, հայտարարագրում եմ, հարկն էլ վճարում եմ։ Այս մարդը ըստ շրջանառության հարկի լոգիկայի պետք է ունենա այլ մտահոգություն, բայց հիմա մենք փաստորեն ունենք նոր գործիքներ վարչարություն իրականացնելու, նոր պահանջներ, իսկ մենք գիտենք, չէ, որ այդ վարչարությունը անկախ ամեն ինչից, դա ռեսուրս է, եթե նույնիսկ մենք մի պահ ենթադրում ենք, որ որևէ չարաշահում չի լինում, եւ այդ վարչարությունը լինում է բացառապես օրենքի շրջանակներում, եւ եթե խնդիր չկա, ուրեմն չկա, եթե կա, ուրեմն կա, ենթադրենք որևէ խնդիր չկա, այս վարչարությունը պետական ռեսուրսի վատնում է, որտեղ աշխատողներ են, չէ, հարկային աշխատող։ Հարցի գինը ի՞նչ է, որ դու գնում ես այդքան ծախսես ստանում, ժամանակ են ծախսում եւ այլն, եւ միաժամանակ բիզնեսի ռեսուրսների վատնում է, որտեղ այդ բիզնեսն էլ հո չի կարող այդ երբ որ եկան իր մոտ վարչարության, հո չի ինքը իր գործով զբաղվում, իսկ նրանք ինչ որ բաներ են անում։ Ժամանակ պետք է ծախսել այս ամեն ինչի։ ՓՄԾ-ի համար դա շատ կարևոր է։ Մանավանդ որ խոսում ենք հենց գերփոքր բիզնեսի ու մենք իհարկե կարող ենք նաև երկար խոսել մեթոդների մասին, թե ինչպես են ստուգումները կատարվում, բայց կարծում եմ այդ մի առանձին մի ամբողջ Ես այստեղ ուզում եմ էլի մեր ռադիոլսողներին ու մանավանդ մեր գերփոքր բիզնեսին մի հատ հետաքրքիր հանդիպում եղավ այս բանի բոքսի ակցիաների ժամանակ մոտեցան ինձ բան ասացին հիմա այդ վարչարությունը ոնց է էլի ոնց են որոշելու գան բան ստուգեն եւ այլն դա ասի դա օրինակ ձեզ անհայտ է այդ գործիքը հարկային ստուգումների մեջ կա չափագրում ասածը որը այսուհետ ձեր համար դա կիրառելի է ու դες մտածեց ասած ուրեմն այս բողոքի ակցիաներն է որ հələ հիմա չեն ուզում տենց բան անեն ավելի չջղաձգեն էլի ասում հա ասածիդ մեջ ճշմարտություն կա որ իրականում դա է ստիպում որ բան չանեն բայց դա տենց երկիր չենք կառուցում էլի այսինքն մենք հիմա ինչ անընդհատ դուրս գանք բողոքի ակցիաներ անենք որ ավելի խորը մտածենք ու բան անենք կամ լավ բողոքի ակցիաները վերջացան ասենք բոլորը ջղայնացան կեսը արտագաղթեցին կեսը փակվեցին կեսն էլ հարմարվեցին ինչ որ ձև սկսեցին խաբելով աշխատել կամ ինչ որ ձև կան կարող է լինեն բիզնեսներ որոնք օրինական ու այս
ցածր շահութա, բայց արդյունքում հաջորդ օր այդ գործիքակազմը կա, սա է ամբողջ պայքարը, որ չի կարելի գերփոքրին ու բանին, միջինին ու խոշորին իրար հետ նույն ձևով ընկալել ու նույն ձևով իր նկատմամբ վարչացնել, ասած դες այդտեղ լավ հարցիկին ինչ է, լավ ենթադրենք, եթե նույնիսկ խափում է, ինչ է այդտեղից արձանագրելու, որը արժեր քո այդ վարչացությունը, այդ պետական բանի։ Այսինքն այս մոտեցումն էլ կա, որ մեր փոքր բիզնեսն էլ պետք է գիտակցի, որ սա զույգ դրույքաչափերի ու բանի կռիվ չի, այլ ընդհանրապես մոտեցումն է, որ հայտարարել է կառավարությունը, որ գնում ենք վերացման ու լինելու է մի հատ հարկատեսակ, ելի եմ կրկնում, աշխարհում չկան տենց բաներ։ Աշխարհում մշտապես կան գերփոքրերի համար սահմանված ձևաչափեր ու ռեժիմներ, ընդ որում ես էլ արձագանքելով մեր գործընկերներին, որոնք ասում են բանա շահութարկով պետք է լինի, ոչ մեկ օրենքը չի արգելում, մենք ունենք բիզնեսներ, որ հենց ծնված օրվանից ինքը դիմում է գնում է ընդհանուր հարկման դաշտ, դա իր հարկային պլանավորման խնդիրն է, ոչ մեկ իրեն չի բռնում դրանում, էլի։ Այսինքն դա քո հարցն է, էլի։ Չգիտեմ, այս հարցին իրականում քիչ են անդրադառնում ու Ֆիննախն էլ չէր անդրադարձել, դա ես հասկանում եմ, որ գուցե հանրության ականջին հաճո չի, դրա համար չենք խոսում, բայց խոսքը գնում է հենց այս երկու նախագծերը, որ իրար հետ եկան ու իրար հետ մտան ուժի մեջ են։ Իմ կարծիքով, իմ անձնական տպավորությունն այն է, որ այս նախագծերը, ինչքան էլ մենք հայտարարությունների մակարդակում տարբեր բաներ ասենք, ուղղված է որոշակի հարկահավաքման process-ի խթանումը։ Ասացի, թղթում են գրել իրանք այդ 18 միլիարդ այդ հարցակահավաքեն թե չէ։ Օրինակ ֆինանսների նախարարը երեք ասում է, ինչ իր հարցազրույցում ասում էր, որ չեմ հիշում հայտարարագրերի թե հայտարարագրերի դեպքում ասում էր բան չի։ Հետ կապված ասում էր, որ հարկման նպատակ չունեն, հարկահավաքման նպատակ չունեն։ Ես ճիշտ ասած մի քիչ լավ չեմ պատկերացնում, այդ հարկային օրենսգիրքը ինքը ամբողջությամբ հարկահավաքման նպատակով է ընդունված։ Հակառակ դեպքում մենք չէինք ունենա հարկային օրենսգիրք։ Այս օրենսգիրքը հարկ հավաքելու մասն է։ Կամ վճարելու, ոնց կուզենք ասենք։ Ու շատ զարմանալի է, որ մենք կատարում ենք մարդկանց էականորեն այս կամ այն գործողությունը կատարելու իմաստով ծանրաբեռնող օրենսդրական փոփոխություններ եւ հայտարարում ենք, որ այդտեղից որևէ լրացուցիչ չունենք, նպատակ չունենք, եթե չունենք, մի արեք։ Եթե չունենք, թողնենք մարդիկ հանգիստ աշխատեն եւ ապրեն։ Այս տարակուսելի է։ Բայց իմ տպավորությամբ այսպիսի նպատակ կարծես թե կա եւ մեր ՓՄԶ-ները կարծում եմ, ես էլ ունեմ այդ տպավորությունը, որ առայժմ վարչարություն ակտիվ չի կատարվում, բայց ժամանակի ընթացքում կարծում եմ կսկսեն ավելի իրենց մաշկի վրա ավելի մոտիկ զգալ այս փոփոխությունների հետևանքները եւ արդեն կարծես թե զգում են դեռ առաջին փուլով երամսյակն ավարտվել եւ մենք շատ հարկվճարողներից ստացել ենք զարմացած եւ այսպես բացասական արձագանքներ, թե իրենք ապշած են եղել, թե չէինք պատկերացնում, որ այսպես բարձր կլինեն մեր հարկերը։ Շատերից արդեն լսում ենք այս մասին, մարդիկ սկսում են քննարկել, բա ոնց փաստաթղթավորենք, ինչը փաստաթղթավորենք, ինչքան կկարողանանք փաստաթղթավորենք, բայց մեր խոսակցության սկզբում բերածս օրինակը ցույց է տալիս, որ այդպես էլ չի կարելի։ Ես օրինակ խորհուրդ չեմ տալի մարդկանց արհեստական փաստաթղթավորում ապահովել, որտեվ ակնհայտ է, որ եթե մենք ապահովենք այնքան փաստաթղթավորում, որ նվազագույն շեմին հասնենք հարկի, եթե դա տևական բնույթ կրի, այնտեղ կարմիր լույս ավարտելու ինչ որտեղ ստվեր կամ ինչ որ մի հարց կա եւ դա այդ հարկվճարողը հարկային մարմնի համար ռիսկային է լինելու եւ դա օբյեկտիվ կլինի։ Չեմ կարող ասել ինչի է հարկվճարողը ռիսկային, որտեվ ակնհայտ է, չէ՞ որ 3-8% շահութաբերությամբ ոչ ոք բիզնեսով չի զբաղվում։ Իրենց ստատիստիկայով այդ արդեն լավ է չի։ Ես ուզում եմ վերադառնանք նաև բանի հարցին, այս ապրիլի 25-ին հայտարարել են արդեն մի խումբ ՓՄԶ-ներ ու նրանց արդեն միացել են նաև որոշ հաշվապահներ, իրավաբաններ, նաև միություններից գիտեմ, որ կա աջակցություն դրան ու մենք սրա մասին էլի խոսեցինք նաև հանրապետության նախագահին այդ հարցը ուղղեցել է ապրիլի 4-ին ընդունում եք օրենքը 2 ամիս հետո ուժի մեջ է մտնում պրակտիկ դաշտում դա լիքը խնդիրներ կա հաշվապահների ասոցիացիան էլ նշեց որ իրենք դեպքեր ունեն որ տարեկան պայմանագրեր ունեն կնքած ու ասենք տարվա կեսից եթե բարձրացնեն իրենք դուժանքներ են գրելու ամենապարզագույն հարցը որ տարվա կեսից հարկային ռեժիմի փոփոխություն չի լինում ընդ որում սա ակնհայտ վատթարացնող նորմա բայց էլի հակասումա գիտեք հարկային օրենսգրքի են 6 ամսից ոչ շուտ դրան բայց ունենք այն ինչ որ ունենք ցավոք սրտի սա միակ դեպքը չի
Հիմա այդտեղ ինչա կատարվում, էլի, այսինքն մենք որ տենց ասում ենք, որ մի կողմից ասում եք գնացեք խիստ հաշվառում վարեք, բայց դարձնում եք անհասանելի այդ ծառայությունը, այսինքն իր գնով բան, ու մեր լավ ընկերը էլի հիշում եք Դավիթը Գլջյանը, որ ասում է, մենք այդքան հաշվապահ ունենք, որ կարող են հաշվարկել եւ բան անեն, իրանք էլ հենց այդ ռեժիմով, այսինքն մենք չպետք է գերագնահատենք մեր ուժերը, մենք նաեւ ամենևին չեմ առանց վիրավորելու ինչ որ մարդիկ կամ մարդ, որը կարող է այս լեվելի հաշվետարություն անի, հաշվապահություն կամ մարդ էս, կա էլ մարդ, որը ավելի բարդ հաշվապահական հաշվառում է անում, դրա համար ամենը վարսատրվում է ըստ արժանվային եւ իրենց մատուցած ծառայությունների։ Հիմա այդ որ ասում ենք ազդեցության գնահատում, էլի ես անդադ շեշտում եմ, ես նաեւ ուզում եմ մեջ բերեմ, որ էլի դիլիջանում էլ ասես, դուք նույնիսկ չէիք հաշվել, դուք տեխնիկապես պատրաստ եք, թե չէ։ Քանի օրա սերվերները, հարկայինի սերվերները չեն կարողանում, այսինքն չի բավարարում այդ բանը, որ դուք ստիպված այս 2 օրը չէ հետաձգեցին վերջնաժամկետը, որովհետև ասենք քանի օր ոչ մեկ չէր կարողանում հաշվետվություն տալ։ Աշի ֆակտուրա չէին կարող դուրս գրեին, որ ապրանք առաքեին։ Այսինքն մենք նույնիսկ այդ չենք գնահատում որպես պետություն, մենք այդքան կարողություններ ունենք, որ այսքան մարդ ավելացնում ենք, չէ՞, ավելացնում ենք հայտարարագիր տվող, ավելացնում ենք սա sense գնում է ինչ որ համադրվում է այդտեղ բանով։ Դե սա էլ մեկ այլ խնդիր է։ Ես լսում էի այս կապակցությամբ կարծեմ հանձնաժողովի նիստին ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի ոնց որ ղեկավարն էր խոսում եւ ասում էր, որ այստեղ խնդիր չկա, հիմա այս փուլում հուլիսի 1-ից ընդհանուր հարկման դաշտ ենք հաշվապահների մասով, հաշվապահներին եւ իրավաբաններին, իսկ նրանք մասնագետներ են եւ պիտի խնդիր չունենան ուրեմն այդ հաշվարկների ներկայացման մասով ու ասում են այնպես որ այս բաները խնդիր չկա, խնդրեմ չի եւ այլն։ Ես ճիշտ ասած մի քիչ զարմացա թե ով է հանձնաժողովի նախագահին ասել, որ այս մարդկանց խնդիրը ավելացված արժեքի հաշվարկ ներկայացնելու բարդությունն իրենց ծառայության մասում է։ Խնդիրը, հա։ Խնդիրը ամենևին այդտեղ չի, մենք բայց նաեւ այդտեղ է պարոն Բադրանյան, հավատացնում եմ, որ կան բայց հաշվապահների դեպքում ես հուսով եմ, հաշվապահների դեպքում այդքան էլ այդտեղ չի։ Համաձայն եմ, դա փոքրամասնություն է, բայց կա։ Խնդիրը մի կարևոր խնդրի մասին մենք արդեն տեղական ժամանակ խոսեցինք, դա այն է, որ դրույքաչափերը կրկնապատկվում են, իսկ անցնելուց ընդհանուր հարկման դաշտ հնարավոր է որ ավելի բարձրանա։ Եվ այստեղ ու նաև ակնհայտ է, որ իհարկե մենք կարող ենք տարատեսակ մանիպուլյացիաներ ասել եւ ասել ոչ մի նոր հարկ չենք սահմանում եւ այլն, բայց երբ որ մենք որևէ հարկային ռեժիմով աշխատող հարկ վճարողի համար այլևս ինչ-որ պայից արգելում ենք այդ ռեժիմով աշխատենք եւ ինքը այլևս պետք է աշխատի ԱՀ-ի ու շահութարկի 18 եւ 20% ուրեմն դրույքաչափով, այդ դրույքաչափը, այդ հարկը իր համար նոր է։ Մենք իհարկե կարող ենք ասել դե բառացի տեխնիկական իմաստով որևէ նոր հարկ չենք սահմանում, բայց այդ մարդկանց համար ակնհայտ է որ նոր դու խմբի համար ես նոր հարկա տեսեք սա։ Ու այդ չենք կարող դրական գնահատել, երբ որ մեր վարչական մարմինները, պետական մարմինները այսպիսի մոտեցում են ցուցաբերում, այսպիսի մեկնաբանություններ են տալիս։ Բայց այդ հարցն էլ կա, որ մենք ունենք այդքան մասնագետ, ովքեր սպասարկելու են այդքան բիզնես եւ ֆիզիկական անձ։ Մանավանդ այդ ֆիզիկական անձանցներ մենք առաջարկել ենք նույն տնտեսական հանձնաժողովին, որ լիազորելու մեխանիզմը թույլ տվեք, որ օրինական լինի, այսինքն մարդը ֆիզանձը կարողանա լիազորի հաշվապահին, որը իր փոխարեն տա հայտարարագիր, այդ գիտեք, այդ դրույթը չկա, այսինքն հարկային ընդհատեմ լիազորելու մեխանիզմը այստեղ զավեշտը ո՞րն է։ Չէ, փաստացի կա, փաստացի շատ մարդիկ դիմում են։ Հայաստանի Հանրապետության օրենքը քաղաքացիներին տվել է այդ իրավունքը, բայց մենք ստեղծել ենք համակարգ, ես չգիտեմ ովքեր են դրա պատասխանատուները, ստեղծել ենք համակարգ, որով զրկել ենք քաղաքացու օրինական իրավունքը իրացնելու հնարավորությունից։ Այսինքն մարդիկ չեն կարողանում լիազորել։ Բայց փաստացի դիմում են, չէ՞, ասենք մարդկա դիմում ասում Մարի օգնի հայտարարագիրս լրացնեմ, բայց ստիպված ինքը պետք է գնա այդքան մարդ։ Հետո գիտեք, բանի հարցն էլ է, այդքան մարդ չէր գնա ID card հաներ, բան չէ, մյուսները կանային, ովքեր իր փոխարեն հաշվետվությունը տալիս է։ Այսինքն նաև այդ կամած կներ, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Պարոն Ավագյան, դուք շատ կարևոր բան եք ասում, որ դա շատ կարևոր է որ անընդհատ շեշտվի, այդ ազդեցության գնահատումը, օրենսդրական փոփոխությունների շատ կարևոր է։ Հիմա այս պրակտիկան ընդամենը 3 հետաձգվեց հաշվետվությունների բան սերվերը ժամկետը մայիսի 1-ից նոյեմբերի 1 հայտարարագրերի մասով։
հարկային մարմինը հայտարարեց, որ հետաձգում է տուժեր չի կիրառի շահութարկերի ուժ ներկայացման համար, որովհետև սերվերները չէին աշխատում։ Մենք ընդունեցինք շրջանառության հարկի մասին համապատասխան կարգավորումներ, ընդամենը 1-2 ամիս հետո բերեցինք փոփոխություն կատարեցինք վարչական ծախսեր ավելացրեցինք։ Այս ամենը խոսում է ձեր ասացի կարևորության մասին, որ պետք է սկզբնապես որակյալ գնահատական ունենանք, քննարկվեն այս բոլոր հարցերը, որպեսզի հետո մենք որակյալ որոշումներ ունենանք, ոչ թե ընդունենք, հետո հասկանանք, որ հետ շլավ։ Այս շատ վատ պատկեր է, 140 փոփոխություն, այս մի քանի տարում, էլի, այսինքն սա ամիսների որ վերացում է։ Վերջին տարիներին մեր հարկային օրենսգրքում ժամանակին կար սկզբունքներից մեկը կայունությունն ու նախատեսելիությունն էր։ Եթե չեմ սխալվում, չեմ ուզում հաստատ պնդել, բայց կարծեմ վերջին տարիներին, մի քանի տարի առաջ, այս սկզբունքը հանվել է։ Երևի հոգեբանորեն այդ պատասխանատուները դիսկոմֆորտի զգացողություն են ունեցել, որ միևնույն է չեն ապահովում այդ սկզբունքը, դրա համար հանվել։ Ես ուզում եմ կարճ նաև անդրադարձ անենք բաներին, մեր փոքր արտադրողներին, որոնք միշտ անտեսված են։ Ցավոք սրտի իրենց համար ստեղ էլի ակնհայտ հարկային դրույքաչափի փոփոխությունն է։ Անցած տարի միջև տարվա վերջ իրենք շրջանառություն 3.5% ռեժիմով էին աշխատում ու հունվարի 1-ից այն որ վարչապետը ասում է, սա խրախուսում էր, ասում ենք, այսքան շրջանառություն հանձախսեր այդ բանենք, դա առևտրի ոլորտի համար էր մենակ։ Հիմա այս տարվա հունվարից արտադրողներին եւ ծառայություն մատուցողներին էլ տարածին իրենց իշ բնորոշմամբ վատ ձևաչափի, բայց ինձ համար ամենացավոտն է, որ այս երկու երամսյակի համար կառավարության աջակցության ծրագիրը որ ընդունվեց, այդտեղ ոչ մի անդրադարձ չկա արտադրողների վրա։ Այն դեպքում, որ մենք հենց ասոցիացիայի անդամներից ունենք արտադրողներ, որոնք նոյեմբեր-դեկտեմբեր ամսին ձեռք են բերել հումք, նյութեր եւ ապրանքներ, որոնք չեն կարող նվազեցնել, ու իրանք 6 ամիս արտադրելու են դրանով։ Հիմա իրանք ինչ անեն, էլի։ Ու սա էլի շատ դժվար է, որ ստվերվում է այդ արտադրողները, այն էլ իրանք փոքրամասնություն են, ցավոք սրտի մեր ԲՄԶ-ի ու ընդհանրապես տնտեսության պատկերի մեջ։ Այո, մենք առանց այդ էլ շատ բան չենք արտադրում։ Այո։ Ու տրամաբանությունը հուշում է, որ արտադրողների համար գուցե եւ հատուկ ավելի բարենպաստ պայմաններ պետք է ստեղծենք, բայց ցավոք սրտի գնում ենք հակառակ ուղղությամբ։ Իսկ որ անդրադարձան այդ ինչ որ արտոնության մեխանիզմ մտածվեց միայն առևտրի համար, ես չգիտեմ, չեմ ուզում մտածել, բայց ակամայից այդպիսի միտք է գալի, որ իմ տպավորությամբ, քանի որ առևտրի ոլորտի ավելի շատ իրենց դժգոհությունը արտահայտում, այս ծրագիրը մտածվեց նրանց համար։ Եթե արտադրողները արտահայտեին կամ արտահայտեն, ցավոք սրտի արձանագրում ենք, որ փողոց փակելով, բողոքի ակցիաներով է լուծվում խնդիրները, նույնն են Դավիթ Հաշենի կառուցապատողի շենքերին սկսեց քաղաքապետը հանդիպել բան, որտեղ փողոց էին փակել, այսինքն գրավոր գրություններով, հիմա ամփոփելով մեր այսօրվա հաղորդումը ապրիլի 25-ին մեր փոքր բիզնեսը էլի հավաքվում է, ստանա պատասխանը իր բանի։ Դուք ինչ խորհուրդ կտաք փոքր բիզնեսին։ Ես խորհուրդ կտամ, որպեսզի գնահատեն իրենց վիճակը, եւ եթե տեսնում են, իսկ ես կարծում եմ, որ ակնհայտ վիճակը այդպեսին է, որ իրենց վիճակը եւ դրույքաչափերի եւ ընդհանրապես ծանրանում է, որևէ ձև արտահայտել իրենց դժգոհությունը, բողոքը եւ իրենց կարծիքը արտահայտել, որ ի վերջո լսել լինեն, իսկ տվյալ դեպքում կազմակերպումը, քանի որ այդպիսի միջոցառում, կարծում եմ մասնակցելը այդ մարդկանց համար ճիշտ կլինի, որպեսզի լսելի դառնան ի վերջո, որտեվ ոնց հասկանում եմ կառավարությունում շատ քիչ է լսվում ՓՄԶ ձայնը, ստացվում է, որ միակ ճանապարհը մնում է բողոքի ձայն բարձրացնելը։ Ես կառաջարկեմ, որպեսզի հարկվճարողները մասնակցեն այդ ակցիային։ Շատ շնորհակալություն պարոն Բադալյան մեր հրավերը ընդունելու եւ հյուրընկալելու համար։ Հուսով եմ մեր հաջորդ հանդիպմանը մենք գոնե լավ լուրով կգանք, որ մեզ լսել են ու քննարկում ա եղել։ Այսքանն էր այսօրվա մեր հաղորդումը, լավ եղեք, կհանդիպենք։